Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանի խաղաղապահ առաքելությունը ձախողվել է։ Սրան զուգահեռ հրեաներին հավատ չի ներշնչել Ալիևի այսպես կոչված հյուրասիրությունը։ Իսկ Թուրքիայում առաջարկել են մահապատժի ենթարկել Նեթանյահուին։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը նոր թափ է ստանում։ Կավկասկը բյուրո Թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Բրիտանիան Թուրքիային կմատակարարի 20 կործանիչ 8 միլիարդ ֆունտ ստերլինգի պայմանագրի շրջանակում։ Փաստացի, այս գործարքը ընդգծում է Թուրքիայի ռազմաարդյունաբերության եւ արտաքին քաղաքականության նշանակությունը միջազգային դիվանագիտությունում։ Ադրբեջանը եւ միջազգային խաղապահները ինքնաբացարկ են հայտարարել։ Իսրայել հայոմը հայտնում է մի քանի երկրներ, այդ թվում Ադրբեջանը, Ինդոնեզիան, Հորդանանը եւ Մարոկկոն հրաժարվել են մասնակցել Գազայի կայունացման միջազգային ուժերին, քանի դեռ Համասի զինված կառույցները գոյություն ունեն։ Թե ինչու, պարզ է։ Ցանկացած ուժ, որը փորձի զենք վերցնել խմբավորման ձեռքից կհայտնվի անմիջապես բախումների կենտրոնին։ Հասկացավ անգամ Կատարը, որը նախկինում պատրաստվում էր իր ոստիկաններին ուղարկել այնտեղ, հայտնում են Թելեգրամյան ալիքները։ Նույնիսկ ռաբիները չգնացին Բաքու։ Եվրոպացի հրեա հոգևորականների ռաբիների համաժողովը, որը պետք է նոյեմբերին անցկացվեր Բաքվում, չեղարկվեց։ Պաշտոնապես պատճառը տեխնիկական խնդիրներն են, իսկ ոչ պաշտոնապես պատճառը դրա շուրջ բարձրացած քաղաքական աղմուկներ։ Սկզբում նախատեսվում էր հավաքել շուրջ 600 հոգի ռաբիներ, քաղաքական գործիչներ, համայնքային առաջնորդներ, բայց ինչպես երևում է, Ալիևի ճակերտավոր հյուրընկալությունը վստահություն չի ներշնչել անգամ նրանց լավագույն բարեկամ հրեաներին։ Փաստացի Բաքուն մնաց առանց համաժողովի։ Туранский Express Թելեգրամյան ալիքը հայտնում է, որ Թուրքիայում սպանվել է Ուտրո Դաղստան ալիքի մոդերատոր Աբակարովը, որը առաջարկել է իր ծառայությունները Ուկրաինային կազմակերպելու հակառուսական տեղեկատվական գործունեություն։ Աբակարովը պնդել է, որ Դաղստանը պատրաստ է առանձնանալ եւ առաջարկել հեռացակումներ իրականացնել գերեվարված մուսուլմանների հետ, խթանելու անջատողականության աճը։ Թուրքիայում առաջարկել են մահապատժի ենթարկել Նեթանյահուին։ Туранский Express Թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Տրապիզոն քաղաքում ինչ-որ մեկը շինարարական կռունկից կախել է մի խրտվիլակ, մահապատժի ենթարկեք Նեթանյահուին գրությամբ։ Իսրայելն էլ Թուրքիայի քաղաքացիների է ձերբակալել։ Իսրայելական լրատվամիջոցների համաձայն մի քանի թուրք քաղաքացիներ ձերբակալվել են օկուպացված տարածքներում, մեղադրվելով Իրաքից զենք թալանելու փորձի մեջ։ Ինքնին մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց դեպքը ընդգծում է տարածաշրջանում լարվածության եւ վերահսկողության խիստ աճը։ Ադրբեջանում ձերբակալվել է Hurriyet TV թերթի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը։ Կատարվել է նաև նրա գրասենյակի խոզարկություն, առգրավելով համակարգիչներ եւ որոշ փաստաթղթեր։ Ադրբեջանում կարծես թե լրատվամիջոցների դեմ արշավը սովորական է դարձել, իսկ Մամեդովի դեպքն էլ դրա հերթական օրինակն է։ Բաքվում նոր ահաբեկիչ է հայտնվել ըստ հին ձեռագրի։ Բաքվում, որտեղ իշխանությունները ահաբեկիչ են դարձնում յուրաքանչյուրին, ով չի տեղավորվում Ալիևյան իրականության շրջանակներում, հերթական դատավճիռն արդեն կայացվել է։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապատել Աբդուլլա Ալիևին, մեղադրելով նրան 2024 թվականի դեկտեմբերին սինագոգի վրա հարձակվելու փորձի մեջ։ Ամենահետաքրքիրը ոչ թե հանցագործությունն է, այլ այն, թե ինչպես է Ալիևի ռեժիմը սիրով օգտագործում նման գործերը ցուցադրական հակաահաբեկչական քարոզչության համար։ Քանի դեռ իրական վտանգը նստած է նախագահի աթոռին, Բաքվում միշտ կգտնվի մի Ալիև, որին կարելի է դատել հերթական թատրոնի պաստառի ներքո, գրում է Հախին Ազը։ Չեռնագորիայի խաղաղ մայրաքաղաքը մի պահ վերածվել է փոքրիկ Բաքվի, երբ տասնյակ ադրբեջանցիներ ու թուրքեր հայտնվել են ոստիկանության բաժանմունքներում։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ տեղացի բնակիչը ստացել է դանակի հարված թուրք բիզնեսմենների հետ բախման ժամանակ։ Տուժածը ողջ է, բայց պատկերը բնավ գեղեցիկ չէ։ Փողոցային վրեժ, ավերված ավտոմեքենաներ եւ պաշարված խաղատուն, որտեղ թաքնվել էին թուրք եւ ադրբեջանցի ճակերտավոր հյուրերը։
Արդյունքը երկու հիմնական կասկածյալ Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ եւս 45 մարդ ձերբակալված անօրինական միգրացիայի, խախտումների եւ անկարգությունների համար։ Ադրբեջանում միս ուտելը դարձել է շքեղություն։ Հաքինազի փոխանցմամբ մարդիկ անցել են էժան մթերքների, իսկ միս գնում են միայն ապահովվածները։ Մոնղոլական հալալ միսը վաճառվում է 13 մանաթով, տեղականը 22։ Արտասահմանից բերված սառեցված միսն էլ հալեցնում են ու ներկայացնում որպես թարմ։ Ըստ կայքի բնակչությունը աճում է, բայց կովերն ու աշխատատեղերը պակասում։ Ալիևի բարգավաճ Ադրբեջանում միսը դարձել է ոչ թե սնունդ, այլ ցուցանիշ, ով կարող է ուտում է, ով չի կարող լսում է իշխանական հայտարարությունները բարեկեցության մասին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։